Ողջույն ձեզ։ Ես ուզում եմ խոսել մեր երկրում ծառայողների մասին։ Հիմնական խոսքս պետք է իհարկե լինի զինվորականների մասին։ Զինվոր, որը պահել է դիրքը, պետք է հանդիսանա մեր ժողովրդի հպարտությունը։ Պետք է դառնա, մենք պետք է նրան մեծարենք։ Սպա, որը սաղ կյանքը ծառայում է երկիրը պաշտպանելու, նա մեր ազգային հարստություն։ Այն քննիչները, որ իրենց պարտականությունները կատարում են ազնիվ եւ նկարչությունով չեն զբաղված, դրանք մեր ազգի հենարաններից մեկն են իրավական դաշտում, օրենքի դաշտում։ Այն դատախազները, որ չեն կզում, շեստյորկա չեն, նրանք այն մարդիկ են, որոնք որոշում են, եթե կուզեք, որոշ չափով իրենց տեղ ունեն ազգային ճակատագրի մեջ, եւ որ քաղաքական գործիչներով չեն զբաղված։ Այն դատավորները, որ իրենց այդ որոշումները կայացնում են անկախ, նրանք ազգային հարստություն են այդ։ Այն բժիշկները, որ հիվանդի մեջ կլիենտ չեն տեսնում, նրանք մեր փրկիչներն են։ Այն ուսուցիչները, որոնք գիշեր-ցերեկ աշխատում են, որ մեր սերունդը լավ սովորի, այդ ուսուցիչները մեր ապագան են կերտում։ Ու իրենք են որոշում ապագայում մենք ինչ կլինենք իրենց աշխատանքով։ Այն սպորտսմենները, որ այսօր մեզ միակ ոլորտն է, որտեղ մենք հաղթում ենք, ունենք հաղթանակներ այսօր։ Ու ոչ մեկ դրա մասին չի խոսում։ Միակ ոլորտը այսօր, որ աշխարհով մենք ցույց ենք տալի, որ մենք կարանք հաղթենք, դա մեր սպորտսմեններն են։ Դրանք մեր հաղթողներն են այսօրվա։ Մենք միասին ենք, մենք 15 համարն ենք։ Լավ եղեք եւ լավ ալիներ ժողովուրդ։